Գորաշկն ամեն օր ուղերձների շարք։ Աստված կամենում է քո վերքերն օգտագործել մյուսների բժշկության համար։ Խաչելությունից հետո Տեր Հիսուսի մարմինը գերեզման դրվեց։ Դա մի մեծահարուստ մարդու համար պատրաստված գերեզման էր։ Այդպիսով կատարվեց Եսայիայի մարգարեության կանխատեսված մարգարեությունը։ Ղուկասի ավետարան 23:55 և 56 խոսքերում կարդում ենք. «Եվ այն կանայք, որ Գալիլեայից նրա հետ էին եկել, հետևեցին Հովսեփին, տեսան գերեզմանը և թե ինչպես նրա մարմինը այնտեղ դրվեց։ Վերադարձան, խունկեր և յուղեր պատրաստեցին, բայց շաբաթ օրը պատվիրանի համաձայն հանգստացան»։ Սիրելի՛ բարեկամ, այսօր մենք պետք է ավելի շատ ժամանակ հատկացնենք աղոթքին, Տեր Հիսուսի մասին մտորումներին և մնանք Նրա քաղցր ներկայության մեջ։ Մենք երբե՛ք չպետք է մոռանանք, որ Տերը փափագում է մտերիմ հարաբերություն ունենալ մեզ հետ, և միասին անցկացրած ժամանակն է, որ ճանապարհ է հարթում այդ մտերմության համար։ Այսօր հրաշալի օր է ոչ թե Աստծուց որևէ բան խնդրելու համար, այլ Սուրբ Հոգով լցվելու և Աստծու ներկայության մեջ ժամանակ անցկացնելու համար։ Պողոս առաքյալը նաև մեր տառապանքներին ու կրած վերքերին այլ տեսանկյունից նայելու հնարավորություն է ընձեռում մեզ։ «Կարծում եմ, որ այս ժամանակի չարչարանքներն արժանի չեն համեմատվելու այն գալիք փառքի հետ, որ հայտնվելու է մեր մեջ։ Երբ քո տառապանքն արդեն քո ուժից վեր է քեզ թվում, երբ այն կասկածի տակ է դնում Աստծու սերը քո հանդեպ, երբ չես հասկանում, թե ինչու ես դու դրա միջով անցնում, Աստված Իր Խոսքով հիշեցնում է, որ Իր Խոսքը պատվողների և Իր կամքին հնազանդվողների համար Երկնքում սպասվող փառքն անհամեմատ ավելի մեծ է, քան ցանկացած երկրային տառապանք, և որ Նա ջնջելու է մեր բոլոր ծանր հիշողությունները։ Այդ փառքը գերբնական է և հատուկ պահվում է նրանց համար, ովքեր հաղթում են, ինչպես Հովհաննես առաքյալն է բացատրում Աստվածաշնչի Հայտնության գրքում։ Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, եթե դու այսօր ծանր ժամանակներ ես ապրում, դա չի նշանակում, թե Աստված մոռացել կամ լքել է քեզ։ Աստված ցանկանում է, որ անգամ քո տառապանքների մեջ դու մի զորավոր անոթ դառնաս Նրա ձեռքում մարդկանց Իր օրհնությունները փոխանցելու համար։ Ես հավատում եմ, որ մեր կյանքի կարևորագույն ու անկյունաքարային դասերը մենք ստացել ենք հե՛նց մեր ամենախորը տառապանքների ժամանակ։ Հավատում եմ նաև, որ Աստված կարող է օգտագործել անցյալիդ ու ներկայիդ վերքերը, որպեսզի քո օգնությամբ և քո վկայություններով բժշկի քո շրջապատի մարդկանց սրտերը։ Ամեն բանից առաջ վստահի՛ր Աստծուն։ Նա գիտի, թե ինչ է անում քո կյանքում։ Դու միայն ներկայի քո նեղություններն ես տեսնում, բայց Նա Իր ձեռքերում քո ողջ կյանքի ամբողջական պատկերն ունի։ Այն, ինչը քեզ երեկ ստիպում էր տառապել, այսօր կարող է շատ հուսահատ ինչ-որ մեկի համար քաջալերանքի վկայություն դառնալ։ Այն, ինչն այսօր շարունակում է քեզ ցավեցնել, վաղը կարող է օրհնանքի և օգնության իրական աղբյուր դառնալ նեղությունների բեռի տակ կքված ինչ-որ մեկի համար։ Քո վերքերին և քո կյանքի տառապանքներին այլևս առաջվա աչքերով մի՛ նայիր։ Վստահ իմանալով, որ դրանք կարող են օգտակար լինել մյուսներին Աստծու փառքի համար։ Հիշի՛ր Տեր Հիսուսի տառապանքները և դրանց փառավոր պտուղները մեր կյանքում։ Հիշի՛ր Նրա համբերությունն ու հնազանդությունը Հոր կամքին։ Հիշի՛ր Նրա հավատարմությունը մինչ ի մահ, այն էլ՝ խաչի անասելի տառապանքների մահը։ Դու էլ, որպես Նրա աշակերտ, նույն հավատարմությունն ու հնազանդությունն ունեցիր Հայր Աստծու կամքի հանդեպ, և Տերը քեզ նույնպես կօգտագործի մյուսների կյանքում օրհնություն ու քաջալերանք լինելու համար։ Օրհնյալ ու լուսավոր օր եմ մաղթում քեզ։ Պատրաստվի՛ր վաղվա հարության տոնախմբությանը։ Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։ Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ Սիրով և աղոթքով, Արման Մանուկյան։